Տերուսիկ Քահանա Գրիգորյան, Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր, նաև հոգևոր հովիվ, երկու տարբերակներ ընդունելի է։ Այսպես այսօր եւ վաղը հերթապահ քահանան է։ Զույն մակրազարդելու, հոգում, կարծեմ այդպես է կոչվում, այդ արողակարգ անելու եք թե չէ։ Չէ, մենք պաշտոնական արդեն մեր հայտարարության մեջ հստակ ասացինք, որ եթե այս դրությունը ստեղծվում է, չէ, այնտեղ շատ հստակ Շիրակի թեմի քահանաները, հստակ հոգևորականները ասում են, եթե Շիրակի թեմում մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցող պատարակը չի մատուցվում տեղի հոգևորականների կողմից եւ առավել եւս եթե անուն զեղչվի, ուրեմն դա օրինական պատարակ չի համարվում։ Եվ դա, ասենք, ոչ թե մենք նոր հասկացանք, այլ դա տարերով եղել է, դա կանոնական ձևը դա է պատարակի, որևէ մեկը իրավունք չունի կանոնական թղթերի մեջ փոփոխություն կատարել կամ սրբոց գրառումների եւ այդ սրբոց շարքի մեջ ինչ որ փոփոխություններ կատարել, որովհետեւ դա մեր սուրբ պահելիքն է։ Մենք դա որպես սրբություն ենք դիտարկում եւ այդ սուրբ պահելիքը պիտի պահենք, ինչ որ մի հոգու կամակատարությամբ չէ, որ դա պիտի փոխվի կամ ինչ որ մի բան արվի։ Մեր դիրքորոշումը սա է եղել։ Մենք այսպես ենք ճիշտ տեսնում։ Եկեղեցի 7 վերք։ Պատարակից հետո այո, վերադառնում ենք, ելին շարունակելու ենք մեր սովորական ծառայությունը։ Այնտեղ էլ արդեն կա բաներ, որ ծիսական մասով, եթե մակրագործման որոշակի հարցեր լինեն, այդ մակրագործումները կկատարվի բնականաբար։ Տեսեք, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Վազգեն arczepiskopos Միրզախանյանն է այստեղ պատարակ անցկացնելու, այսինքն Վազգեն Սրբազանը դեմ է գնալու Միքայել Սրբազանին։ Եթե այդպես տեղի ունեցավ, փաստացի նույն ոչ թե Միքայել Սրբազանին, այլ ինքը դեմ է դուրս գալիս մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնական ձևին։ Եվ այդ կանոնական ձևը պատարակի նաև խորհուրդներից մեկն է, չէ՞։ Հիմա այդ կանոնական ձևից դուրս գալը նշանակում է կանոնական ձևին է դուրս գալիս, նույնը ինչ հետևաբար նշանակում է, որ դուրս է գալիս նաև հայ առաքելական եկեղեցու վարդապետության դեմ, որովհետև դա 132 կաթողիկոսների անեծքի տակ է գնում, այսպես է համարվում մեր եկեղեցական վարդապետության սկզբունքի համաձայն։ Հիմա որ գնում է այդ քայլին, բան չէ, հայրապետը այդքան խիստ մոդենում այդ հարցին։ Ոչ թե իր անձնական դրությունն է, այլ նաև վարդապետական ճշմարտության խախտումն է։ Եվ այս իմաստով մենք դրա համար շատ հստակ մեր դիրքորոշումը հայտնեցինք եւ ամուր ենք փորձում պահել մեր դիրքորոշումը։ Քաղաքացիականներ, ոստիկաններ եղել են եկեղեցում։ Ոչ, ես կարող եմ ասել, որ ամենայն դեպս ինձ որևէ մեկը չի մոտեցել, կամ ես որևէ մեկին չեմ տեսել, որ ԱԱՑ-ական, ասենք, կամ ոստիկանական խումբեր կան եւ ինչ որ մի բան ասեն կամ անեն։ Էդի 10-30 սկսվում է պատարակը Սուրբ Ամենափրկչում։ Այստեղ ինչ էիք անելու, որ պաստորեն այսպես ասած տեղափոխվում է այլ եկեղեցի, տվյալ դեպքում Ամենափրկիչ։ Դեկտեմբերի 7-ին մենք բնականաբար պատարակ էինք մատուցում, նաև հոգեհանգիստ էինք կատարում մեր անմեղ զոհերի հիշատակի համար, ովքեր որ երկրաշարժին այդ երկրաշարժի արավիրքից զոհ գնացին, ցավ էինք ապրում ամեն մեկս էլ, որովհետև մանավանդ որ հիմնականում այստեղ բոլորս էլ գյումրեցիներ ենք։ Եվ նաև մի տեսակ տպավորություն է, որ եթե վաղը այդ իմ ասած տարբերակով գործվի ամեն ինչ, բռնազավթում, կարծես թե 37 տարի հետո նորից ցնցում է Գյումրին, ցնցում է այդ աղետի իմաստով։ Բայց սա մի բան է, որ նոր միգուցե մենք մեր նաև մեղավորությունը պետք է փորձենք գտնել այս դրության մեջ, ամենայն դեպս ես այսպես է կարող եմ ասել։ Ամեն դեպքում փորձելու ենք այնպես անել, որ մեր հավատքը դրանից չտուժվի։ Եվ մեր հավատքը չտուժվի եւ մենք կարողանանք մեր Աստծո առաջ ազնիվ եւ մաքուր երևալ։ Եվ դրա համար փորձում ենք որևէ մեկին
չնեղացնելով հանդերձ փորձում ենք մեր սուրբ արարողակարգերը պահպանել։ Տեսեք, երկչախումբ ունենք մենք, երկչախումբ, հա, սարգավակներ, իրենք ցից որևէ մեկը 7-2 չի լինելու, ես ճիշտ հասկացա։ Այո, մեր եւ երկչախումբը եւ սարգավակական 10-ը իրենք բոլորը մասնակցելու են հայ առաքելական եկեղեցու պատարագին։ Ինչպես է ստացվում, որ Շիրակի թեմում այսպես միաբան են բոլորը, կարողացել եք համախմբվել մեկ գաղափարի շուրջ, բայց ամեն դեպքում ձեր հոգևոր եղբայրների մասով տարբեր թեմերում նույնը ասել չենք կարող, մարդիկ կան, ովքեր այսպես ասած ասում են եկեղեցին պետք է մաքրագործվի, իրենք ինչ-որ հալածանքների են ենթարկվել, ամուսնացյալ քահանա լինելուց սկսած մինչև այլ խնդիրների մասին են բարձրաձայնում։ Տեսեք, մյուս թեմերում էլ անհատ մարդիկ են գտնվել այդ մոտեցումները կատարող։ Ընդհանուր իմաստով հիմնականում միասնականությունը հոգևորականաց մեջ երևացող է, որովհետև մեծաքանակության իմաստով հոգևորականները բոլոր թեմերում էլ իրենք հավատարիմ են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, հավատարիմ են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քաղաքալին։ Եվ այդ իմաստով, եթե մենք նշում ենք մյուս թեմերի պարական, պիտի նաև չմոռանանք հիշել, որ անհատական եզակի դրություններ են ընդամենը։ Մյուս կողմից Շիրակի թեմը ինչի է ինքը այդ իմաստով միասնական, այստեղ ես մի տեսակ կարևորում եմ առաջնային իմաստով, որ մենտալիտետի հարց կա։ Այսինքն այստեղի ժողովուրդը մի տեսակ այդ մոտեցման եղանակը իր մոտ ավելի զարգացած է, որ ինքը նույնիսկ անգամ իր քաղաքապետ լինի, առաջնորդ լինի, հոգևորական լինի, ինքը սովոր է, եթե սխալված լինի այդ իմաստով, ինչ որ մի իմաստով կամ սխալված լինելու դեպքում էլ ինքը սովոր է ներողաբար մոտենալու, հասկանալով մոտենալու եւ ոչ թե քննադատելու, այլ նաեւ փորձելու շտկել կամ ուղղել կամ նույնիսկ օգնել։ Եվ այդ իմաստով այդ առանձնահատկությունը թերևս մեր մոտ, չեմ ասում ուրիշ տեղ չկա, բայց մեր մոտ ավելի շատ է։ Այս պահը կարամ նշեմ, որ Շիրակի թեմի մենտալիտետի հետ կապված այդ մասը օգնում է մեզ, մենք էլ լինելով այս նույն տարածքից, այդ մենտալիտետի մեջ ապրել ենք, մեծացել ենք։ Սրբազանի հետ խոսել եք, ինքը վաղը ամենափրկչուն լինելու է, որովհետև մենք գիտենք, որ վատառողջ էր, մեզ այդ զրույցում էլ էր։ Ուրեմն Սրբազանի հետ խոսեցինք, Սրբազանը ինչ-որ ասելիք ուներ, մեզ ասեց եւ խաղաղության կոչ արեց, եւ մենք էլ, ինչպես որ մեր Միքայել Սրբազանը, Նարեկ Սրբազանը իրենց կոչերին հետևելով պահելու ենք այն, ինչ-որ ճիշտ ենք համարում։ Ասել Միքայել Սրբազանը, Պակրատ Սրբազանը եւ Արշակ Սրբազանը, այսպես ասած խոհեմության, հա, չգնացին առճակատման, այսպես ասած, որ անպայման պիտի, հա, ինչ որ նախատեսված է 7 վերք եկեղեցում, հա, այդ օրը ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր քահանան պիտի պատարագ մատուցի եւ ըստ էության այսպես բախման չգնացին։ Սա ինչի մասին է վկայում։ Տեսեք, հարցերին նաև մենք քրիստոնեական իմաստով ենք մոտենում։ Եվ քրիստոնեական իմաստով եթե տեսնում ես հարցը, հասկանում ես, որ եթե դու բախման ես գնում, պատասխանատվության ես գնում։ Եվ այդ պատասխանատվությունը ոչ միայն մեր հավատացյալինն է, հավատացյալի համար դու պատասխան ես տալիս, այլ նաև դիմացինին, որովհետև դիմացինը խորքում հիմա ասենք, որ պիտի կան ոստիկաններ կամ ազգային անվտանգության ծառայողներ, որոնք որ պիտի ում հետ բախում է լինելու։ Հետևաբար այդ բախման ժամանակ մենք պիտի վնասենք նաև մեր դիմացի մարդկանց, չէ՞, ինչը որ էլի մերն է։ Քրիստոնյա հոգևորականի համար եւ նա է իր զավակը եւ մյուսն է իր զավակը։ Մեզ որ ինքը չի ուզում որ զավակներից որևէ մեկը վիավորվի, վնասվի, առողջական խնդիր ունենա։ Հետևաբար ինչ որ անելու է, ինչ որ պիտի անենք այս իմաստով, մենք պիտի անենք խաղաղ տարբերակով։ Ու նաև, ինչպես որ հայտարարության մեջ էլ կա, չէ՞, կոնտեքստի մեջ երևում է, որ մի բան, որ նոր բռնի է կատարվում,
անեծքի պատճառ է բերվում այդտեղ։ Դրա համար Սրբազանը շատ գեղեցիկ կերպով որակավորում տվեց եւ նշեց այն հատվածը, երբ որ անեծքի է գալիս, այսինքն մանավանդ եթե Սուրբ Յոթվերք եկեղեցու մասին ենք խոսում, այստեղ խոսալու ենք նաեւ պատկերի հրաշագործության զորության մասին եւ այդ պատկերից եկած այդ զորության հագարակ ազդեցություններ կարող է ունենալ մարդը։ Այսինքն պատկերի զորությունը ինքը նաև կարող է պատժիչ լինել այդ մարդու համար, որն որ սրբությամբ չի մոտենում այդ պատկերին կամ այդ եկեղեցուն։ Մանկախորձման կարգ, ինչպես է որոշվում անելու եք, չեք անելու պատարագից հետո դա ով է որոշելու։ Հիմա տեղի չունեցած փաստի վրա չենք կարող մենք խոսալ, բայց երբ որ տեղի ունեցավ փաստը, եղավ փաստ, ինչ որ որի մասին պիտի արդեն անդրադարձ ունենանք, բնականաբար առաջնորդի էլի հանգով արդեն կկատարվի այն process-ը, որ process-ն որ պիտի կատարվի նման դեպքերում։ Սրբազան, նաև Նարեկ Սրբազան, իրենք արդեն այդ հարցին կանդրադառնան իրենց որոշումով մենք կկատարենք այն ինչ որ պետք է կատարվի։